ու հիմա շատ կարևոր է հենց զգալ ինչու, որովհետև ձեր սիրտն է օգնելու նոր աշխարհում կողմնորոշվեք, նոր աշխարհում քայլեր անեք, նոր առաջ գնալու, իրականում ձեզ հավաքելով ամեն տեղ, որտեղ որ բաց եք թողել։ Դրա համար պատահական չի, որ այսօրվա թեման հենց լինելու է երեխա այդ գիտակցության շերտի հետ կապված, երեխա հասկացողությունների հետ կապված, մեր երեխա ժամանակվանից այն ինչ որ մենք գիտակցել ու տեսել ենք, այդ ամեն ինչի վրայով կանցնենք ու կունենանք շատ հետաքրքիր պրակտիկա վերջում, չգիտեմ ինչքան կտևի պրակտիկան, կլինի 20 րոպե թե 25 րոպե, միասին կանցնենք, ովքեր որ ականջակալներով են լսում, շատ ավելի լավ է, ովքեր չէ, պրակտիկան լավ կլինի, որ պրակտիկայի ժամանակ ականջակալներով լինեք, որովհետև ես ասել եմ բաներ, որ ուզում եմ բարձրաձայնեք ինձանից հետո, դա ավելի մանրամասն կասեմ պրակտիկայից առաջ, իսկ հիմա ուզում եմ անցնեմ, գիտեք որ շերտերով, մի հատ սկզբից ասեմ ինչա հիմա կատարվում։ Ամբողջ երկրագունդը հիմա լույսը հին խավարի ծրագրերին արդեն հաղթել է, հիմա մաքրումն է գնում, կտեսնեք, որ շատ հայտնի մարդիկ են հիմա լքում են այն աշխարհ են գնում, որովհետև օրինակ վերցնենք Հռոմի Պապը, ովքեր որ գիտեն, ինքը հենց շատ խորքային այդ սև էներգիաների կրողն է եղել ու այդ են տարածել, ովքեր որ չգիտեն, մի քանի հիմա ասեմ ձեզ այնքան հետաքրքիր կոնսպիրոլոգներ կան, որ մի քանի վիդեոներ նայեք, կհասկանաք ինչի մասին եմ ասում, որ տեսնեք, ասենք Հռոմի Պապի հետևը ինչ նշաններ ա եղել, ինչ փարթիների են մասնակցում իրանք, կտեսնենք, թե իրանք իրականում ինչի կրող են, ու հիմա դրա համար իրանք լքում են երկրագունդը, որովհետև երկիր մեր հայան որոշել է ու դա վաղուց է որոշել արդեն, որ ինքը բարձրանում արդեն գնում է այն էներգետիկ դաշտ, որտեղ իրական ճշմարտությունն է տիրելու, իրական են լույսը, իսկ միշտ չի, որ ճշմարտությունն ու լույսը մեզ շատ ուղեղի համար ինքը հաճելի է լինում, շատ ժամանակ շատ ցավոտ է լինում, բայց ասեմ ձեզ, ես ամեն ինչ իմ փորձով եմ ասում, ես ինքս անցել եմ այդ բոլոր գիտակցության շերտերի միջով, ես անցել եմ երեխա ժամանակվանից, ես հիշում եմ ամեն կյանքերս իմ, ես գիտեմ ինչով եմ զբաղվում հիմա արդեն, ինչ եմ անում երկրի վրա, դրա համար ես կիսվում եմ իմ փորձով, ես կիսվում եմ ազատորեն, ճշմարտությունը պետք չի ընտրյալ մարդկանց փոխանցվի, ճշմարտությունը պետք է փոխանցվի բոլորին, իսկ այն մարդկանց ում պետք է իրանց սրտում կմնա, իրանք կսկսեն փոքրիկ քայլերով առաջ գնալ, ում համար է այսօրվա այս հանդիպումը, այն մարդկանց համար է, ովքեր երեխա ժամանակվանից զգացել են, որ իրանց ներսում ինչ-որ ուժ կա, որ իրանք հասկացել են, որ իրանք շատ ավելի մեծ են տարիքով, անկախ մարմնի չափսերից, անկախ մեր երկրային տարիքից, իրանք ներսում հասկացել են, որ իրանք շատ հին հոգիներ են, շատ իմաստուն, բայց չեն կարողացել խոսեն դրա մասին, չեն կարողացել բարձրաձայնել, այդ մարդկանց համար այս հանդիպումը, ում համար այս հանդիպումը, այն մարդկանց, ովքեր որ հիմա որոշել են, որ իրենք վերցնում են իրենց կյանքի ամբողջ պատասխանատվությունը իրենց ձեռքը, այն մարդկանց համար, ովքեր ուզում են զգալ, ովքեր ուզում են հասկանալ, թե ինչ է նշանակում էներգիաները զգալ, էներգիաների հետ առնչվել, էներգիաների միջոցով իրական ալխիմիա հասկացողությունը հենց գործածել ձեր իրական կյանքում, հետաքրքիր բան ասեմ, հիմա այնքան հետաքրքիր է, երկիրը հիմա արդեն բաժանված է, ովքեր որ տեսնում են, գիտեն, ովքեր չէ, ես ասում եմ հիմա, ուրեմն շերտեր կա, այն մարդիկ, ովքեր արդեն գտել են այն իրենց հիմնական ուժերը, որոնք որ օգնում են բացելու, բացազատելու, արդեն զարգացնելու իրենց այդ ուղղությունները, կլինի տարբեր ուղղություններ, մի մասը տեղյակ է այս ամենի մասին, բայց թաքուն ձեռ են առնում, թաքուն, գիտեք ոնց վիրավորված իրանցից խորքային թաքնվում են ու ասում են, որ սա անհեթեթություն է այս ամեն ինչը, բայց իրականում ապրում են ինքնախաբեության ու ինքնատանջանքի մեջ, այնքան մարդիկ եմ հանդիպում, որ գիտեք ինչ են ասում են, իրականում ես ինձ չեմ կարող գտնեմ, չեմ կարող հասկանամ ես ինչով եմ ուզում զբաղվեմ, չգիտեն իրական, բայց այդ մարդիկ երիտասարդներ չեն, արդեն երկար կյանք ունեն երկրի վրա, բայց այդպես է չեն հասկացել, թե ինչով են ուզում զբաղվել,
ու այդ ինչով են ուզում զբաղվել, մի հասկացեք մասնագիտության առումով, մի հասկացեք ինչ որ կոնկրետ հենց գծային ինչ որ բանով մարդ պետք է զբաղվի եւ վերջ, այլ իրական ինքդ քեզ գտնելը, դա այն ազատությունն է, որը դու քեզ թույլատրում ես, այն ընդունումն է, որը որ դու քեզ թույլատրում ես, ինքդ քեզ ընդունում է այնպեսին, ինչպեսին որ իրականում քո ներսում կա այդ մաքրությունը, որը կրում է մարդ, ու այն մաքրությունը, որը որ այն գիտեք ոնց խորքային ներսում դուք անդադ ձեր հարցերին դուք պատասխանում եք, բայց չեք լսում պատասխանները, որովհետև կարծրատիպերը հենց երեխա ժամանակվանից, որոնք որ կոդավորել են ուղեղի գիտակցությունը, կոլեկտիվ, ոչ մեկի, այստեղ ձեզ մի առանձնացրեք ոչ մեկից, բոլորը անհատներ են այստեղ, բայց բոլորին կոլեկտիվ գիտակցության վրա հենց դրվել են այդ ծրագրերը, որոնց մասին այսօր աշխատանք են կատարելու, այսօր կառողջացնենք ում համար է այսօր այս հանդիպումը, այն մարդիկ, ովքեր որ ուզում են իրոք առողջացնել իրենց ներսի երեխային ու առողջացնելու ենք այսօր կփակեք շատ հիմնական շատ մեծ դռներ ձեր համար ու կբացեք լրիվ նոր դռներ, այն դռներ, որտեղ ձեզ հնարավորություն կտա ազատվելու այն խայտառակ իրականությունից, որը մեզ հրամցրել են, որը որ մեզ համոզել են, որ այտենց է ճիշտ, որտեղ այն ժամանակ իրանք խմբով են եղել, մենք չենք հասկացել թե ինչա տեղի ունենում, ու հիմա անցնենք, այսինքն սկսենք համեմատականներ անցնել, թե երեխան հասկացողությունը ինչ է, նախ մի փոքր ովքեր որ էգոյի հետ կապված դեռ խնդիր ունեն, ես մի քանի հարցեր տամ, դուք ձեր պատասխանեք, դուք ինքներդ այդ հարցը ձեզ տվեք, բոլորս ենք տալիս այդ հարցը մեզ, ովքեր որ հիմա են լսում կամ ովքեր հետո կլսեն, գիտեք որն է հարցը, արդյոք կուզենայիք, ովքեր որ երեխա ունեն, վերաբերվում է իրանց, ովքեր որ ծնողներ ունեն, իրանց է վերաբերվում, հարցը գիտեք որն է, որ արդյոք կուզենայիք ձեր երեխաները գտնվեն այն իրականության մեջ, որտեղ որ դուք եք հիմա գտնվում, ունենային այն ամենը, ինչը որ դուք հենց հիմա ունեք, ձեր մարմինը, ձեր առողջական վիճակը, ձեր աշխարհայացները, ձեր ներսի հանգստությունը, ձեր ներսի ազատությունը, ձեր ստեղծելու, ձեր արարելու, ձեր ուզած գործով զբաղվելու, ասեմ ձեր շրջապատը, ձեր հարաբերությունները, ձեր հարաբերվելու ձևերը, կուզենայիք ունենային ձեր երեխաները հենց հիմա, որը որ դուք ունեք, որը որ հասել եք դուք ձեր կյանքի այս ամբողջ էտապում։ Պատասխանեք ինքներդ ձեզ։ Իսկ հիմա հակառակ մյուս հարց եմ տալիս, իսկ կուզենայիք ունենայիք այն ամենը, ինչը որ ձեր ծնողները ունեն, հիմա, այն առողջական վիճակը, այն վերցնենք շարժուձևը, մտածելակերպը, մարմնի քաշը, հարաբերությունները, կլինի իրենք իրենց հետ, թե զույգերի մեջ, կամ հարազատների հետ, այն ընկերական շրջապատը, այն մաքրությունը, այն թափանցիկությունը ինքներն իրենց հետ, ներսի հանգստությունը, գիտեք ինչ եմ շփտում, որովհետև ներսի հանգստության հետ տեսեք ինքներդ, տեսեք կան արդյոք հիմա, որ կուզենայիք դուք այդ մեծ ներսի հանգստությունը դուք վերցնեք հիմա, իրական, այն իրականը, որ տեսնում եք ներսի աչքերով, այս հարցերին մինչև որ կպատասխանեք, ես ուզում եմ այսօր արթնացնեմ ձեր ներսի այն հզոր էակը, որը որ միշտ ուզեցել է ուժեղանա նշանակում է ազատություն ունենա իրենց երկրի վրա, անի այն ամենը ինչը որ ուզում է, այն ամենը ինչը որ ինքը իրոք է ուզում, իրոք ներսից գոռում է, որ ինքը դրանով է ուզում զբաղվի, բայց դուք իրան ճանապարհ չեք տալիս, որովհետև շատ խորքային վախեր կան, ու դա մենակ ֆինանսը չի արգելում ձեզ, որովհետև ֆինանսը կապ չունի այդ ամեն ինչի հետ, դուք ուղղակի չեք սկսում անել, որովհետև երեխա ժամանակ գիտեք ինչ են անում, երեխաներին սովորացնում են տացնել, սովորացնում են շատ խորքային կերպով դառնալ հիանալի մանիպուլյատորներ, փոքրիկ, մեծ, երիտասարդ կապ չունի, ու ինչ է տեղի ունենում, երեխաները որ ծնվում են,
նախ եկեք խոսենք նախ մինչև ծնունդը, ոնց է կապը հաստատվում։ Կապը հաստատվում է, երբ որ վիբրացիոն այն հոգին, որը որ ուզում է ծնվի այս աշխարհում, ոնց որ հոգին կապ է հաստատում, ստեղ հասկանում է ինքը ուզում է այդ ընտանիքը գա թե չէ։ Հետո կապը, այսինքն կապը հաստատում հենց մամայի հետ, մամայի ներքին վիճակի հետ ու նաև մամայի զապրոսով, մամայի հարցմամբ, թե ինչ տեսակ երեխա է ուզում, որ ինքը ունենա, ինչ երեխա է ուզում, որ գա, ու շատ ժամանակ մամաներն ուզում են, որ պաշտպան գա իրանց, ուզում են, որ գա իրենց օգնական, ուզում են, որ գա իրենց փրկի, ուզում են, որ գա իրենց ընկեր, որ հետ կարող են վերջապես կիսվել իրենց հուզական դաշտը, որովհետև ամուսնության հետ կապված ինչա տեղ ունենում, մարդիկ պատրաստ չեն լինում դրա հետ։ Բոլորը, որովհետև այդ ամուսնությունը ինքը ծրագիր է երեք դե աշխարհում։ Հենց ամուսնության գաղափարը ինքը ծրագիր է, ոչ թե իրական զույգերի հանդիպումը, իրական սիրող այդ իրար սրտի կրակը տեսնող, այլ հենց ամուսնանալու, որ մենակության վախը հաղթահարեն, բացի մենակության վախը հաղթահարելուց շատերն ուզում են ամուսնանան, որ իրենց կողակիցը իրենց դարձնի տեսանելի իրենց համար, որովհետև երբ որ մարդիկ իրենց չեն տեսնում, ուզում են ինչ-որ մեկը որ տեսնի, որ իրանք արժեք ունենան, որ իրանք արժեք ձեռք բերեն ստեղ։ Ու ինչա տեղի ունենում։ Այդ ժամանակ արդեն իսկ հասկացաք, որ այդ ամեն ինչը սիրո հիմքի վրա չի տեղի ունենում, այդ ամեն ինչը այդ զույգերի մոտ չի տեղի ունենում սիրո հողի վրա, չի լինում այդ գիտակցության այն մակարդակում, որտեղ որ երկուսն էլ գիտակցում են իրենց իրական միության, իրական այդ ամբողջականության գաղափարը, այլ այդ ամուսնության գաղափարն է դրված եղել, որը որ խորքային կերպով հեռացրել է այն մաքուր ու այն ճշմարիտ վիճակից, որը որ հոգին ուզում է զգա։ Ինչու, որովհետև տատիկներ, պապիկներ, իրանց ծնողներ, ոչ մեկի ես չեմ ուզում մեղադրեմ, ես չեմ ստեղ ոչ մեկի անձնական դաշտ մտնում, ես ուղղակի ասում եմ այն ամենը, ինչը որ արդեն պետքա տեսանելի լինի, որովհետև ուզում ենք, որ մաքուր վիճակը գա, այն ուրախ երջանիկ, ու հենց պետքա մատնանշենք ու պետքա տեսանելի դարձնենք այն ամենը, ինչը որ արդեն տեսանելի է, այն ամենը, ինչը որ արդեն չի ծառայում այս երկրի մոլորակին, այս իրականությանը, մարդիկ թող չզբաղվեն ինքնախապեյությամբ, այն ժամանակ իրանք շատ են եղել, մեր նման մարդիկ զեն չեն անել այդ իրականության մասին, իսկ հիմա փոխվել է աշխարհը, հիմա ես ասում եմ, որ տեսանելի են, իմ համար տեսանելի են բոլոր տեսակ ամուսնությունները, որոնք որ կան։ Իմ համար տեսանելի են բոլոր տեսակ մայր-երեխա, հայր-երեխա հարաբերությունները կամ կին-ամուսին հարաբերությունները։ Ուղղակի ես երբեք թույլ չեմ տալիս ներխուժեմ ինչ-որ մեկի անձնական դաշտ, ես գիտեք, որ խորհուրդներ չեմ տալիս, բայց ես նախորդ ես ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր որ հանդիպում են իմ վիդեոներին ու իրանք դեռ պատրաստ չեն, բայց պատահական չեն տեսնում, եթե անգամ ձեր ներսում ինչ-որ ալիքը առաջացնում ինչ-որ վրդովության, այդ ալիքը հենց արվում է, որ դուք սկսեք տեսնել, որովհետև այն ծրագրերը իրանք շատ հետաքրքիր հենց թաքուն ձևով թաքնվում են ձեր գիտակցության ներսում ու չեն թողում, որ դուք տեսնեք, չեն թողում, որ դուք ինքներդ տեսնեք ու կարողանաք ձեզ առողջացնել, բայց հիմա արդեն պատրաստ եք, այսօր ովքեր որ միացել եք, որ ուզում եք, որ հասկանաք ինչ է նշանակում ծնող երեխա հարաբերությունը ու ոնց կարելի է առողջացնել, ոնց կարելի է գնալ այդ մաքուր իրականությունը, որ չդառնա բեռ երեխան ծնողի համար, իսկ ծնողն էլ հետո չդառնա բեռ երեխայի համար։ Ու ինչա տեղի ունենում, մենք բոլորս էլ գիտենք հայկական իրականությունը, ես ոչինչ չեմ թաքցնելու, ես ուզում եմ խոսեմ այն իրականությունը, որը որ նոր ամուսնացած աղջիկը, կինը արդեն, որ գնում է այդ ընտանիք, շատ ժամանակ ապրում է տղայի մամա-պապայի հետ, այսինքն կիսուր կեսրար, ու ուտեղ չկա տարական այն մաքուր գիտակցումը, որը որ պետք է փոխանցվի նոր ամուսնացած զույգին, հատկապես մորը, որովհետև այդ տղաների մասին դեռ խոսեմ, տղաների մասին ուրիշ մի քիչ ավելի ուրիշ հետաքրքիր բաներ կասեմ։ Ու ինչա տեղի ունենում, շատ ճնշում, ահավոր տանջվում է նոր ամուսնացած այդ աղջիկը, ապագա մայրը, ու ինքը ահավոր էմոցիոնալ ատակների է ենթարկվում հենց կիսուր կեսարի կողմից, որովհետև
ինքը դառնում է իրանց տան ծառան, իհարկե իրանց համար, ինչքան է որ ժպտան, ինչքան է որ բարեհամբույր նկարվեն, ինչքան է որ ուրիշների մոտ գլուխ գովան, որ իրանց հարցը ամենալավն է, որ շատ այսպես, բայց գիտենք ինչա տեղի ունենում իրական տան ներսի հատվածում, ինչա տեղի ունենում իրական այդտեղ, ինչա տեղի ունենում, տեղի ունենում մերժում, տեղի ունենում իրանց տղային ուզում են պահեն, իրանց տղային չեն ուզում տան ուրիշի, նամանաման մամաները, իրանց պայքար է սկսվում անգիտակցական, դրա համար մամաները սկսում են լարվել, էմոցիաներ սկսում են իրենց ներսում թաքցնել, որովհետև մենք ունենք չէ, մեր հայկական գաղափարը, որ ամոթա արտահայտվելը, նամանավանդ կնոջ դերը շատ մերժվել է դարեր եկած, այսինքն այդ պատրիարխի կողմից ու մնացած մեր պատմությունների լիքը պատմություններ, որտեղ մերժվել է կնոջ դերը ու կնոջը հեռացրել են, կնոջը համեմատել են այն կենդանու հետ, կնոջը համեմատել են մի հատ թույլ էակի հետ, որը որ անկարող է, բայց իրականում այդպես բան չկա, կինը շատ հզոր էակ է, շատ ավելի հզոր ու ամբողջական, կինը կրում է իր ներսում այնպիսի արարչական էներգիաներ, որ տեղյակ չեն շատերը դեռ, ու այն ամբողջական այն 100%-ն է, որ պետք է հանդիպի տղամարդկային այն մյուս 100%-ին, ու ինչա տեղի ունենում, այդ մաման, այդ կինը, որը որ գտնվում է այդ ընտանիքում, ինքը արդեն գնում է այդ process-ը չէ, երեխա հղիացում, գնում է արդեն պտուղի զարգացում, ու ինչա տեղի ունենում, այդ ընթացքում արդեն երեխան կապվում է մամայի էմոցիոնալ դաշտի հետ, կապվում է մամայի այդ զգացողական դաշտի հետ, այդ տելեպաթիկ շփում է սկսվում, ովքեր որ ասեմ ձեզ, ովքեր որ ունեն բալիկներ, իրանք դրա մասին հստակ գիտեն, ու ինչա տեղի ունենում, երեխան սկսում է հասկանալ իր մամայի անպաշտպան վիճակը, սկսում է ուզում է գալ, որ փրկի, ուզում է գալ, որ պատասխանատվություն ինքը վերցնի մամայի կյանքի համար, ու ոչ միայն մամայի, ու ինչա տեղի ունենում, երեխան ծնվում է, ստեղ մի պահել կա, նայեք, չէ որ մայր դառնալ ոչ մեկի չեն սովորացնում, չկա դրա մասին, այսինքն գիտակցության շերտ, չի փոխանցվում, կա ինչ-որ, գիտեք, կա գրքեր, կա ինչ-որ բաներ, բայց այն ամեն ինչ որ մարդը պետք է դեմարդեմ ունենա փորձառություն, դրա մասին շատ քիչ են կիսվում, որովհետև դա այդտեղ պետք է խոսեն միայն ճշմարտությունը, պետք է խոսեն այն ամենացավոտ կետերի մասին, որը որ մարդը ձեռք է բերել, բայց գիտեք, բոլորի էգոն չի թողում, կեղծ եսը չի թողում, որ ասի այո, ես շատ վատ փորձեր եմ ունեցել, անցել եմ այդ փորձերի միջով, ու ինչ է տեղի ունենում, երեխան ծնվում է, իսկ մայրը երիտասարդ տարիքում ինքը ինչ է անում, սկսում է իր երեխային սիրել այն չափով, ինչքան որ ինքը գիտի, տալիս է այն ուշադրությունը, ինչքան որ ինքը որ պատկերացնում է, բայց այդտեղ մի հատ ուրիշ բան կա, նայեք որն է, որ մայրը ունի ինչ-որ, այսինքն ինչ-որ կարիերայի սկիզբ ունի, ինչ-որ իր կյանքը ունի արդեն, ու ինչ է տեղի ունենում, երբ որ այդ process-ը սկսում է արդեն ու երեխա է ունենում, շատ իրականում վիճակներ է, նախ 9 ամիս հորմոնալ խանգարում, մարմնի տրանսֆորմացիա, ձևափոխում, կոնքերի լայնացում, ամեն ինչ, օրգաններն է սխմվում, ես չէ որ պիտի ասեմ իրականում, ուղղակի ես կիսվում եմ այն ամենը, ինչը որ կա, ինչա տեղի ունենում հետո, անգիտակցական աշխարհում, քանի որ մայրը իր կյանքը ոնց որ դնում է մի կողմ ու սկսում է նվիրվել երեխային, անգիտակցականում սկսում է ջղայնություն։ Ես գիտեմ 99% մարդիկ կասեն, որ չէ, այդպիսի բան չկա, իմ երեխան է, ես սիրում եմ, դրա համար ես ասում եմ, անգիտակցականում է դա տեղի ունենում, որովհետև մայրը ինքը չէ որ ուներ իր կյանքը, չէ որ ինքը չէր պատրաստվել այդ ամեն ինչի համար հոգեպես, ինքը իր հետ աշխատանք կատարելով, այսինքն գիտակցված ինքը չի հասկանում, թե ոնց կարելի է դա համարել, ոնց կարելի է դա անել։ Հիմա ինչ եմ խոսում հենց մամաների պահով, որովհետև հայրերը իրականում իրանք տեղյակ չեն ինչա դա տեղի ունենում, որովհետև տղաները այդ էմոցիոնալ դաստիարակություն չունեն,
էմոցիոնալ կապ չունեն իրենց հետ, շատ երկար տարիներ, դրա համար հայրերը իրանք շատ սկսում են հեռվանալ, ֆիզիկապես գտնվում են, բայց համ երեխայից, համ կնոջից սկսում են հեռվանալ, անընդհատ վանում են իրենցից, որովհետև երեխա ժամանակ, երբ որ իրանք մեծանում են, տղաների մասին է խոսքը, էսի հենց պապաներից եկող վերքի մասին եմ ուզում խոսեմ, հենց անգլերենով կոչվում է father's wound, դա գիտեք որն է, որ ինքը տեսանելի չի լինում, երեխան երբեք իր հոր support-ը, աջակցությունը չի ստանում, գիտեք ոնց, անձային չէ, հենց բառերով, հենց կողքին գտնվելով, հենց աջակցելով իրական, բայց ոչ թե մտքից, ոչ թե այն, որ փոխանցվել է մարդկությանը, որ պետքա այս ասվի երեխային, պետքա սրանից հետո այս արվի, պետքա այն արվի, չէ, այն փորձերը, որը որ ինքը ինքնուրույն հաղթահարել է, շատ ժամանակ ձախողում է ապրել, բայց քանի որ իր հայրը իր կողքը չի եղել, որ օգնի այդ ձախողումը հաղթահարել, չի օգնել, որ ինքը կարողանա, ինքը սկսում է դա թաքցնել, ու ինչ է անում, դա սկսում է թաքցնել անընդհատ աշխատանքի միջոցով, սկսում է դա անել անվերջ աշխատանքու, անընդհատ ինչ-որ բաներով զբաղվելու, կամ հակառակը սկսում է աշխարհից հեռվանալ, հարաբերություններից հեռվանալ, ու քանի որ տղաները սերը չեն հասկանում ինչա այդ երեխա ժամանակ չեն իրանց սիրտը տաքանում այդ սիրուց, ինչա տեղի ունենում, իրանք սկսում են անընդհատ հետ բրդել այն սերը, որ ստանում են իրանց երեխայից ու իրանց կնոջից, անընդհատ փորձի միջով են անցկացնում, որ հասկանան իրանք արդյոք իրական պետք են, թե չէ, ու դա տեղի ունենում անընդհատ, այսինքն տաքանումը հետո հետ են բրդում, որովհետև վախենում են, որ կկորցնեն այն ինչը որ արդեն ունեն, դրա համար հեռվանում են, հիմա հետ վերադառնանք նորից մամաների հետ կապված, ու ինչա տեղ ունենում, մամաներին սկսում են արդեն խորհուրդ տալ, հորքուրներ, մորքուրներ, ընկերուհիներ, եւ բոլորը սկսում են արդեն, բայց ինչ են խորհուրդ տալի, կոլեկտիվ գիտակցության, այսինքն արդեն ապրած, արդեն բոլորին հայտնի, բոլորին շատ ցավացնող, այն ցավացնող ծրագրերը, որոնք որ կան, շատ խորքային, դրանք չեն կիսվում, դրանք մասին չեն բարձրաձայնում, ինչն են անում, բարձրաձայնում են ամեն ինչը որ մտածում են դա ճիշտ կլինի դիմացինի համար, բայց իրանք չունեն դրա հետ ոչ մի փորձ, ու ինչա տեղի ունենում, երեխան արդեն սկսում է աճել, մեծանալ, նախ ուզում եմ հասկանանք, որ երեխա հասկացողությունը դա չի նշանակում, որ իրանք ոչ մի բան չեն հասկանում, որ երեխաները իրանք չեն հասկանում, հələ երեխա է, հետո գիտեք ոնց են խոսում մարդիկ, տեսել եք, ձայնը փոքրացնում, գուճու, տենց ինչ որ ձայներով են խոսում երեխեքի հետ, դա էլի ինչ որ խայտարակ վիճակ է, ու ինչա տեղի ունենում, երեխան սկսում է ինքը դատարկ, սասուդ է, որը որ ծնվել է, այս մակարդակում, ֆիզիկական մակարդակել է հյուր, եկել է այս աշխարհ հյուր, որտեղ որ պետք է մայրն ու հայրը իրան տան ապահովություն ու տան սեր, ոչ թե խորհուրդներ կամ ինչ-որ դաստիարակությունը, դա ամենախորքային, ամենածանրացած ծրագիրն է, որը որ ոչ մեկ չի հասկանում դա ինչա դաստիարակությունը, գոյություն չունեցող բան է, որովհետև դաստիարակությունը ոչ թե խոսում են, որ իմ երեխային այսպես եմ դաստիարակում կամ չգիտեմ, դաստիարակությունը ապրում է մարդ, ծնողը եթե կրում է այն հաներսի հանգստությունն ու այն էներգիաները, իր երեխան երբեք չի լացելու անիմաստ, իր երեխան երբեք չի անկարգություններ անելու, գոռգռալու, տարբեր տեսակի ինչ-որ բաներ, որը որ նորմա են համարում, այդտեղ է խնդիրը, որ նայեք, ես հիմա ասում եմ իրար հետ զուգահեռ ենք գնում, որ հասկանանք ինչի հետ պետք է փոխվի, ու հասկանանք որն է այդ առողջացման բանալին, որն է բացելու այդ իրական դռները, ոչ թե հիմա ես ձեզ որպես ինֆո փոխանցեմ, դուք հեսա լսեք որպես լեկցիա ու հետո գնանք բոլորս մեր գործերով, չէ, էսի ուզում ձեր ներսում կրեք, ուզում եմ որ ներսի աչքերով դիտարկեք ու
հասկանաք ոնց կարաք բարելավեք ձեր հարաբերությունները ինքներդ ձեր հետ, ինքներդ ձեր ներսի երեխայի հետ, որովհետև ես ինչը ստեղ ձեզ ասեցի, դա դուք տեսել եք երեխա ժամանակվանից։ Իսկ մենք ինչ ենք անում, մենք ուզում ենք ապահովենք, մենք չենք տեսնում, այսինքն երեխաները չեն տեսնում, ոնց որ մենք չենք տեսել ընտանիքի բամբասանքը, ոնց որ մենք չենք տեսել մեր հարազատների կռիվները, ոնց որ մենք չենք տեսել, այսինքն մեր ինչ որ աղբերը քրոջը բարև տալու համար, որ դարերով, ասենք 30-40 տարի չեն խոսում։ Դուք տեսել եք, չէ՞, այդ ամենը հենց երեխա ժամանակ։ Տեսել եք, չէ՞, այդ իրականությունը։ Այդ իրական ճշմարտության շերտն է, որը որ առողջացնելու է այսօրվա աշխարհը, այսօրվա իրականությունը։ Իհարկե, այն մարդիկ, ովքեր որ ուզում են գնան այդ հանգստությանը, բայց մարդկանց հանգստությունից հեռացրել են գոյատևման ծրագրերով, գոյատևման, կյանքի պայքարի ու այդ զոհի իրավիճակներում անընդհատ գտնվելով մարդկանց հեռացրել են ներսի հանգստությունից։ Հիմա ներսի հանգստությունը շատ խորտ բան է, որը մարդիկ դեռ չեն հասկանում իր արժեքը իրականում, բայց բոլոր ձեր նպատակները տանում է ձեր ներսի հանգստության։ Ինչ նպատակ ունեք հիմա։ Տուն, մեքենա, մեծ տուն, մեծ մեքենա, շատ մեքենաներ, ճամփորդություն, չգիտեմ, ինչ եք ուզում, հիմա հարց տվեք ինչու եք դա ուզում։ Ինչու եք ուզում, ասեք, մեծ տուն։ Որ ինչ անեք, որ ապահով լինեք, օքեյ, ինչի համար եք ուզում ապահով լինեք։ Որ ունենաք ձեր ուզած կյանքը, ձեր ուզած ընտանիքը, ինչի համար եք ուզում դա ունենաք։ Որ ունենաք ներսի հանգստություն։ Եթե այս հարցերը ձեզ տակ ամեն ինչում, կտեսնեք, որ դուք ուզում եք ներսի հանգիստ վիճակ, ներսի հանգստություն, ազատություն։ Ու ինքը հակառակը չի աշխատում։ Սկզբից կգտնեք ձեր ներսի հանգստությունը, կգտնեք այդ ներսի հանգիստ վիճակում, թե ինչով եք ուզում զբաղվեք, թե ինչով եք ուզում կիսվեք այս աշխարհում, ձեր փորձերով, թե ինչով եք ուզում զբաղվեք ձեր ուշադրության էներգիայով, ձեր ժամանակի էներգիայով։ Տեսեք, ես անընդհատ շեշտում էներգիա բառը, որ այդ հասկացողություններից դուրս գաք։ Ու ի՞նչ է տեղի ունենում, երեխան այդ ամեն ինչը տեսնելով սկսում է հասկանում է, որ իրան ստում են այսօրվա իրականության մասին, ու ինքը սկսում է ձևացնել, որովհետև երեխայի համար շատ սիրելի է իր մաման, պապան, իր տատիկը, պապիկը, իր հարազատները, երեխան ինքը դեռ չի հասկանում, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Ու ինքը սկսում է այդ սիրո խաղի տակ թաքցնել այն իրական ցավը, որ ինքը որ ապրում է։ Սկզբից չի հասկանում երեխան։ Դա լինում է արդեն երիտասարդ տարիքում, դա լինում է արդեն ավելի հասուն տարիքում, բայց երբեք այդ վերքերը չի մաքրվում։ Այսօր պրակտիկայի ժամանակ մենք առողջացնում ենք այդ վերքերը, առողջացնում ենք այն ուղեղի շերտերը, որտեղ որ կան։ Մեր ուղեղը շատ շերտերից է բաղկացած, օրինակ մեր ուղեղի շերտը, որ մեր ուղեղը նախ գալիս է այդ ռիպտիլնի, այդ կենդանական այդ բան կա, անգլերեն կոչվում է fight flight են ասում, բայց մի հատ ուրիշ տարբերակ էլ կա, որը որ 3 հատկություն ունի, այսինքն հարցակում է գործում, այսինքն այդ գիշատիչ կենդանու, ունի, որ ինքը սառում է, քարանում է, ու ունի ինքը, նայեք, հարցակում, սառում ու այդ սառումը գիտեք որն է, աննկատ է լինում, աննկատ է ինքը լինում, կամ լինում է զոհի կերպարում։ Այդ 3 շերտերն ենք մաքրելու, այդտեղից հանելու ենք ձեր իրական են մաքուր են լույսը, որ դուք թաքցրել եք, որը որ գտնվում է ձեր ներսի երեխայի մոտ է գտնվում, որովհետև ներսի երեխան, երբ որ խռովում է այս աշխարհից, վիրավորվում է, փակում է իր ներսում, փակվում է այդ ամեն ինչից ու արդեն մոտ 7-8 տարեկանից երեխան արդեն դպրոց, արդեն մտնում է այդ կոլեկտիվ շրջապատ, սկսում է այդ կյանքը ու ինքը սկսում է արդեն այդտեղ շատ կեղծ եսերն է շատ անում։ Ավելի շատ, ավելի շատ, ավելի շատ, ավելի շատ։ Ինչ ծնողներն իրանց երազանքներն ու իրանց նպատակները ուզում են իրանց երեխայի միջով ապրեցնել։ Իրանք ուզում են այդ փորձ երեխայի միջոցով ունենան ու սկսվում է երեխայի վրա ճնշում, սկսում է երեխայի վրա անդադ լարվածություն, որ երեխան պետք է իմանա
ֆիզիկա, պետք է իմանա S, պետք է իմանա M, պիտի գնա մի 6 սպորտի, պետք է գնա մի 6 առարկայի, մի 12 գործիքի, պետք է տիրապետի նվագելու ու ինչ որ տարբեր բաներ, որովհետև այս աշխարհի դիզայներ արած այդպես չկար երեխային իր մարմնի հետ կապելու, որ երեխան սկսի զգալ ու ինքը սկսի հասկանալ, թե ինչով է զբաղվում։ Իհարկե ծնողը պետք է առաջարկի, պետք է տանի ստեղ, տանի այնտեղ հասկանա երեխան իրական ինչով է ուզում զբաղվի, բայց ոչ թե ձեր իսկ այն որ դուք տեսնում եք, որ չէ, սա ճիշտ կլինի երեխայի համար, չէ, այլ թույլ տվեք, որ ձեր երեխան կարողանա բարձրաձայնել, բայց այդ բարձրաձայնելու համար հիմա եկեք գնանք ավելի հետ այնտեղ որտեղ որ երեխային մի պաշտպանեք այսօրվա աշխարհից, մի թաքցրեք երեխային այսօրվա աշխարհի իրականությունից ու ճշմարտությունից, մի սարքեք երեխայի համար, որ աշխարհը ավելի փափուկ է կամ ավելի ինքը լուսավոր է իր համար սարքենք, ոչ, ձեր երեխային տվեք ճշմարտություն այսօրվա մասին, որ ինքը իրավունք ունենա չսիրելու մարդկանց, դուր չգան իրան մարդիկ, ինքը չդիմանա այդ հարաբերությունների մեջ, իսկ ընդեղ ինչ է դրվում, որ բոլոր մարդկանց պետք է սիրենք, բոլոր մարդկանց մենք պետք է հարգենք, ընկերներ շրջապատ տակի հարաբերություններում պետք է, չէ որ տեղ կա հարգանք, չէ որ դու ես ընտանիքի ներկայացուցիչն ես, ու ինչ է տեղի ունենում, երեխան իրանից մերժում է, ինքը հեռանում է իր ճշմարտությունից, դրա համար գտնվում է այն շրջապատներում, որտեղ որ ինքը հասկանում իրան լավ չի զգում, բայց այդտեղ մնում է, որովհետև իր ներսում իր ականջին հենց իր մամայի, պապայի ձայնն է գալի, որ չէ որ դու պետք է այս մեր ընտանիքը սենց է, մենք այս հարգված, այս իշխաններն ենք, կամ տարբեր տեսակի ինչ այս ցեղն ենք, հասկանում եք ինչ ծրագրեր է դրվում երեխայի վրա, բարձվում է անընդհատ, պատկերացրեք երեխան ծնվել է ու բարձվում է, բայց երեխային այդտեղ չի սովորացվում, իսկ տեղը ինչն է, որ չի սովորացվում, թե ինչա ուշադրությունը, չի սովորացվում ինչա կենտրոնացումը, թե ինքը ինչից է բաղկացած, իր մարմինը ում է պատկանում, ինքը կապ չունի իր մարմնի հետ, երեխան չի հասկանում, թե ինչա մարմնամարզությունը իրական, ինչա գնում է դպրոց, դուք հավատում եք, որ դպրոցում ինքներդ ձեզ հարց տվեք, դուք դպրոցից սովորել եք ինչա մարմինը, ինչա մարմնամարզությունը, հա, սովորել եք, որ ինչ-որ տերմինոլոգիաներ են տալիս, բայց այդ տերմինոլոգիաները դուք ձեռք չեք բերում ձեր փորձով, դուք չգիտեք ձեր սիրտը ոնց զգաք, 80%-ից ավելի մարդիկ իրենց սրտի աշխատանքը չեն կարողանում լսել, ինչա նշանակում մկաններ, ինչա նշանակում ջլեր, ինչա նշանակում այդ մեր հոդերը, ինչա նշանակում ողնաշար, ինչա նշանակում վիզ, ուղեղ, ոչ թե ինչա նշանակում նշանակությունը տան, ոնց է, չէ, որ գնում այս դպրոց տալիս են ինչ-որ բան, ասում են երեխաներ կկարդաք, սենց սև բաների մեջ կա, չէ, գրած, կկարդաք էս ու կհասկանա, ոնց է երեխան հասկանում, եթե ինքը փորձ չունի դրա մեջ, ինքը չի հասկանում, որտեղից ինչը պետք է կպցնի իրար, որ դա հասկանա, այդ ձևական աշխարհից էլ փաթաթվում է երեխայի վրա հաջողության հասնելու գաղափարը, այն գաղափարը, որ երեխան պետք է հասնի ինչ-որ հաջողության, ինչ-որ ձեռքբերումների, որովհետև ծնողները սկսում են համեմատության մրցույթ, թե իրանց ճանաչած, այսինքն ինչ-որ զույգի երեխայի հետ գնում է անձայն պայքար, գնում է անձայն մրցակցություն, որովհետև իրանց երեխան ավելի լավն է, ավելի խելացի է, ավելի ունակ է, քան մյուսինը, քանի որ այս աշխարհը դրված է եղել մրցակցությունների, մրցույթների վրա, ու չեն հարցնում երեխային պետք է այդ առաջի հորիզոնականը, թե ինքը ուզում է, որ իր իրական տաղանդի վրա աշխատի, այդ հարցումները չկա, ինչի, որովհետև հիշենք, որովհետև երեխա ծրագիրը նշանակում, որ ինքը դեռ չի հասկանում, որ ինքը ինչ-որ ժամանակ պետք է գա, որ ինքը դեռ կհասկանա, այդպես չի, մի թաքցրեք երեխայից այսօրվա ճշմարտությունը, դրա համար հիմա գիտեք ինչ կտեսնեք, որ շատ երեխաներ, ահա, լիքը նվերներ են անընդհատ ուզում, այլ խաղալիքներ են, անընդհատ խաղալիքներ են ընդամենը իրենց ծնողներից ուշադրություն են ուզում, իսկ ծնողները խաղալիք, էլի խաղալիք, բայց երեխան մի օր, մաքսիմում մի օր է խաղում այդ խաղալիքով,
քանի որ ծնողի մոտ չկա կապը տեսնելու այդ ներսի աչքերով, սրտով, ինքը չի տեսնում իր երեխան, իրանից ասում է մամ ջան, արի իմ հետ նստի, իմ հետ խոսա, իմ հետ շփվի, ոչ թե լա խաղ։ Հենց զրույց դուրս հանեք այդ, որ ինքը տարիքը փոքր է, ինքը չի գիտակցում։ Այո, չի գիտակցում, որովհետև մենք պետք է օգնենք, որ հասկանա այսօր մենք մարդկությամբ ուր ենք հասել մեր զարգացման մեջ։ Ոչ թե տեխնոլոգիա, ոչ թե պաշտպանենք, որ ամեն ինչ ապահով է։ Լիքը վտանգավոր տեղեր կա, չէ՞։ Պետք է ասվի այդ ամեն ինչը։ Պետք է օրինակ բերվի, պետք է իր հետ այդ փորձը անեք, պետք է ձեռքից բռնած այդտեղ քայլեք, ինքը պետք է դա զգա, իրան պետք է խոսեք երեխայի հետ փողի մասին, մի թաքցրեք, որ մենք ապահով ենք կամ հակառակը, հասկանում եք ինչա տեղ ունենում։ Թաքցնելը ոչ միտեղ չի տանելու։ Ձեր երեխան, ոնց որ դուք ձեր ծնողներիդ եք, ոնց որ ներսում ինչ պատասխանեցիք այն հարցերին տրված։ Այդ մաքրության մասին եմ ասում։ Այդ մաքրությունը պետք է բացվի, որ ինչ տեղ ունենա, որ ձեր երեխան իսկական ձեզ հարգի, իրական դառնա ձեր հոգու ընկերը, դառնա ձեր այն հոգու կողակիցը, այն զրուցակիցը, որ դուք ուզում եք լինի, ոչ թե իրարից որ փախնեն։ Ինչ է տեղ ունենում, գալիս է մի ժամանակ ծնող երեխա հարաբերություններ չկա։ Կա ձևական այդ ոնց ես ոնց չես նու, ինչ կա, ինչ չկա, այդքան է։ Մեկ էլ մաքսիմում ուտելն է գալիս։ Երեխաներին չեն սովորացնում ինչա ճիշտ ծննդակարգը, ինչի, որովհետև մարդիկ իրանք չեն հետևում դրան։ Ճիշտ ծննդակարգը դա դիետան չի, կամ այդ ինչ որ ցած կոնկրետ բաներ ուտելն ու չուտելը չի, այլ որ մարդուն օգնեք ինքը իր մարմինը հասկանա։ Լիքը մարդիկ կան, ասենք ինչ որ վերցնենք ինչ որ բանան են ուտում ու իրանք վատանում են։ Բայց քանի որ ինչ որ գովազդի մեջ կամ ինչ որ մի հատ նուտրիշոլոգ ասել է, որ բանանը դա պարտադիր ինքը ամեն օր ուտում է, ինքը չի լսում իր օրգանիզմին։ Ինքը չի հասկանում, որ իր օրգանիզմը ինքը չի ընդունում այդ։ Այդ կապի մասին եմ ասում։ Գիտեք ինչքան կթեթևանա ձեր կյանքը։ Գիտեք ինչքան հիասքանչ կլինի, ձեր երեխաները կլինեն ոչ թե երեխա ծնող հարաբերություն, որ դուք էլ կլինեք այդ գավազանին նստած, որ երեխան ինձ ջուր կբերի, չէ՞ որ լիքը ծնողներ էլ ուզում են, որ իրանք երեխային ունենան, որ իրանք ջուր բերողը լինի։ Հետո ինչ է դառնում, հետո երեխան մեծանում դառնում է 35 տարեկան, ասում են տենց էլ մարդ չդարձավ։ Որովհետև դու անդադ իրան ջուր բերողի աչքերով ես տեսել։ Դու անդադ տեսել ես, որ ինքը իրան այդ անկարող աչքերով է մարդիկ նայում։ Դրա համար չի լինում այդ կապը։ Չկա, օրինակ, ինչ չկա, սեքսուալ դաստիարակություն։ Դա թաքուն է պահվում երեխաներից։ Ու ասեմ ձեզ, այն ուժերը իրանք դա թաքուն չեն պահում։ Ձեր երեխան շատ լավ տեսնում է մուլտիկների մեջ, 5-րդ կադրում ամեն ինչ դրված է, ինքներդ ուսումնասիրեք, տեսնեք ինչքան հենց սեքսուալ կոնտենտ կա դրած մուլտիկների մեջ։ Մի վախեցեք, ինքներդ որ հավաքեք կտեսնեք։ Դա իրանց դրվում է իրանց ենթագիտակցության մեջ։ Դրա համար իրանք չեն հասկանում, իրանց մարմնի կապը չեն հասկանում։ Լուծումը գիտեք որն է, ճշմարտությունը, որ ձեր երեխաներին ճշմարտությունը ասեք, ճշմարտությունն ասեք նաև այդ հենց սեքսուալ դաստիարակության հետ վերաբերյալ, որ դա էներգիաներ է, որոնք որ պետք չի, որ պետք է հենց դրանք օգտագործեք, բայց ոչ թե այդ նպատակով, այլ ստեղծագործելու, ոնց այդտեղից բարձրացվի մեր երկրորդ կենտրոն, 3-րդ, 4-րդ, 5, 6, 7, ոնց ամբողջ մարմնով այդ էներգիան գործածվի։ Ոչ թե գտնվի այնտեղ որ գիտեք ոնց որ սենց ապրեն մարդիկ։ Այդ աշխարհը վերջացել է։ Ոչ էլ սկսել է այն այլասերված այն ինտերնետում որ կա այդ բաց է, այդ էլ չէ։ Կա գիտակից շերտ, որտեղ որ ճշմարտությունը այն է դուք ձեր փորձերից, որ դուք ձեր մարմինը սկսեք հարգել, սկսեք ձեր մարմինը սիրել, երբեք չեք ունենա քաշի խնդիր, երբեք չեք ունենա առողջական խնդիր, որովհետև ձեր մարմինն արագ ահազանգում է,
Արագ ինքը միանգամից ասում է մի կեր, ստեղ մի քիչ սխմի, մի քիչ մարմնամարություն արա։ Այդտեղ է իրականում տեղ ունենում։ Մի մտածեք, որ գիտեք ոնց, եթե այսքան լսում եք, ուրեմն ես գիտեմ, որ դուք ինչքան գործ եք անում։ Հարգեք ձեզ դրա համար։ Մի թույլ տվեք, որ ձեր կողքի շրջապատի կարծիքները ձեզ ինչ որ չափի ձեզ շարժի տեղից։ Ինչ որ մի 1 միլիմետր մի թողեք։ Այդ իրանք չգիտեն։ Հիմա փոխվել է այս իրականությունը։ Փոխվել է, ես ասում եմ, տեսանելի է ամեն ինչ։ Երեխաներին պետք է դաստիարակել ճշմարտությամբ, որովհետև դուք ունեք լիքը փորձեր։ Լիքը ձեր կյանքում նաև այնքան է ձեզ ցավացել։ Մի թաքցրեք։ Հանձնվեք, խոնարհվեք, ձեր էգոն ես գիտեմ չի թողում, որ դուք ասեք, վայ, ես հանձնվում եմ։ Ինքը մինչև վերջ ձեր ուղեղը չի թողելու դա։ Բայց եթե ուզում եք թեթևացնեք ձեր կյանքը, թույլ տվեք, դիմեք, հանձնվեք, ձեր երեխային ասեք, ես էլ չգիտեմ, արի իրար հետ փնտրենք, արի իրար հետ հասկանանք, դու ինչ ես կարծում, լսեք ձեր երեխեքը ինչ են խոսում, ինչ հարցեր են տալիս։ Գիտեք, ես իքը երեխեքի հետ եմ աշխատել, երեխա ասելով, ասենք 20 քանի տարեկան էլ, բայց երեխա այդ ասել, այդ ներսի երեխայի հետ եմ ասում։ Իրանց մամաների ու ծնողների ուշադրությունը ուզելով այդ սերը, իրանք գնում են նաև վատ բաներն են ուզում իրանց մամաներից։ Այսինքն գնում ասում եմ, ինձ փող տու, որ գնամ սիգարետ առնեմ։ Ու մաման տալիս է։ Բայց դա ոչ թե հիմա բանա, ինչ է դա տեղ ունենում։ Այսինքն երեխան գտնվում է մի հատ այնպես տեղ, որ ինքը արդեն մոլորվել է, ինքը մթության ինքը մեջ է, ինքը չի տեսնում տեղից հնարավորություն։ Ու ինքը գնում բարձրաձայնում է ծնողին, իսկ ծնողը չի տեսնում դա։ Որովհետև ծնողն էլ ինքը իր ներսի երեխայից է տենց հերված։ Ինչի, որովհետև իր ծնողներն էլ տենց են արել։ Մեր սերունդը լինելու այն սերունդը, որը որ փակելու այդ ծրագրերը։ Չի լինելու այդ մթության մեջ գտնվելը։ Ձեր ներսի լույսը ձեր ուժն է։ Որտեղ որ զգում եք հանկարծ ինչ որ էմոցիոնալ ինչ որ դիսբալանսի մեջ եք լինում, ուրեմն դուք ձեր լույսը այդ բան չեք ընտրում։ Այդ շրջապատում որտեղ ուզում է լինի։ Մի մտածեք, որ ինչ որ մեկի ճանապարհին դուք ծանրություն կդառնաք, ոչ։ Ընտրեք ձեր լույսը, ուժեղացրեք ձեր ներսի այդ լույսը ու կտեսնեք ոնց են մարդիկ հարգում։ Կտեսնեք ոնց են, այն մարդիկ չեն էլ հանդիպելու ձեզ իրականում էլ։ Չեն կարող զանգեն, չեն կարող ձեզ տեքստ անեն, անհնար կլինի, որովհետև ձեր իրական դրած սահմանները չեն կարող անցնել։ Օգնեք, որ գա այդ իրականությունը։ Իսկ ինչ վրա վերաբերվում երեխաները իրենց պապաներին չեն տեսնում, որովհետև աշխարհը հենց արած, որ պապաները պետք է աշխատեն, շատ պետք է աշխատեն, որ հասցնեն ապրեն, ընտանիք պահեն, այդ հասկացողությունը կա խորքային։ Ես հարգում եմ համ մամաներին, համ պապաներին շատ։ Կապ չունի այսօր ուր եք հասել, բայց այսօր ժամանակն է, որ այդ ուսերի բեռը թափանք, շնչենք իրական մեր մեջքը ուղիղ, մեր կրծքավանդակը ուղիղ ու այսօրվա իրականության քայլեր անենք, հենց վստահ ու գլուխներս բարձր, երբեք այն ներքև չնայեք, երբեք մի նայեք ներքև, ձեր ճանապարհը ձերն է ու քայլեք այդ ճանապարհով վստահ, սիրեք ձեր ներսի վստահությունը, շատացրեք, գիտեք ինչ ծրագիր է դրվում երեխա ժամանակվանից, որ ասում են այս երեխան շատ ինքնավստահ է, վատով են դա անում, հասկանում եք, ինչի, որովհետև տատիկ, պապիկ կամ չգիտեմ էլի, այդ հին մարդկանց կողմից իրանց վախերը, որ ուզում են թաքցնեն, իրանք սկսում են քո վրա այդ տգիտությունը բանան փաթաթեն։ Բայց այդ աշխարհը չի աշխատելու այս երեխեքի համար, նոր չի լինելու։ Նոր երեխեքը իրանց ներսում կրում են մաքուր գիտակցություն։ Նոր երեխեքը լրիվ ուրիշ հարցեր են տալիս։ Նոր երեխեքի ուրիշ աշխարհ է պետք բացել։ Թույլ տվեք թող բացվի։ Հարգելի պապաներ, հարգելի հայրեր։ Գիտեք ինչի համար են ագրեսիվ միշտ տղամարդիկ, բարկացած։ Մատով չկպնես, պայթում են արդեն։ Որովհետև երեխա ժամանակվանից իրանք այդ էմոցիոնալ դամեջ ունեն, էմոցիոնալ իրանք այդ վերքերը չեն կարողանում ապակինեն։ Իրանք ժպտան, իրանք ուրախ զվարթ, բայց մի երկու հատ մի քիչ հարստաս, մի քիչ մատով կպնես, պայթում են էմոցիոնալ։
հարձակվում են։ Հարձակվում են ինչի, որովհետև իրենց կողքը չեն եղել, որ ասեն կարելի է աղջիկների մոտ դեք ոնց է, աղջիկները կարողանում են լացեն, կարողանում են պարկեն, մի քիչ պարկեն իրենց վրա աջալ քաշեն, նեղվեն, թույլ տան ինչ որ վիճակներում գտնվեն։ Իսկ տղաները դա այդ հնարավորությունը չունեն։ Տղաների մոտ դրած այդ դնում են բան, ամենակարող մարտիկի ոգի են դնում տղաների մոտ, որ դու պետքա հասնես, դու պետքա հաղթահարես, դու պետքա չկոտրվես հանգարց, ու տղա երեխաները, որ մեծանում են, իրանք վերցնում են իրենց ընտանիքի պատասխանատվությունը, վերցնում են իրենց ծնողների, իրենց պապաների, շատ ժամանակ տղաների մոտ իրենց պապաների հետ պայքար կա, խորքային, անձայն, իրանք կարող ասեն այո սիրում են, շփտան, ամեն ինչ, բայց ներսում պայքար կա, որ ուզում են ապացուցեն, որ կարա լավ լինի, ուզում են առողջացնեն, դա այդպես չի արվում, հարգելի տղամարդիկ, հարգելի հայրեր, փոխեք, թույլ տվեք ձեր ընտանիքը թող տաքացնի ձեր քարացած սիրտը, ձեր քարացած այն ներսի երեխան, որը որ փակվել է փոքր ժամանակվանից, փակվել, նեղացել է աշխարհից, որովհետև ինքն էլ է ուզեցել խաղա, ինքն էլ է ուզեցել ոչ մի բան չանի, ինքն էլ է ուզեցել, որ իրան էլ սիրեն, բայց այդ այն բառերով սերը չի, այդ այն տեսնելն է, որը որ տղամարդկանց թույլ տված չի, նամանավանդ մեր հայկական տարածքում, չէ որ ոնց կարելի է դա անել, մենք չէ որ սաղս բան ենք ստեղ, լուրջ, ծանրացած, ծանր, բայց ընդհանրապես գիտեք տղաներին ինչ են արել, նկարել են երկու հատ սերիալ ու այս ամբողջ SNG պետությունները խայտարակ վիճակում է, գիտեք որ սերիալը, Բրիգադա սերիալը, տարբեր, այնքան բաներ կա, այդ տարբեր կրիմինալ, մաֆիա ու ես ինչ, ոչ բոլորն էլ գիտակցելու են, չլինի ես կյանքում, իրենց մեկը հոգու զարգացումը անդադար է, հոգին միշտ զարգանում է, դրա համար թույլ տվեք թող սերը իրական ճշմարտությունը, դա հենց սերն է, սերը դա ճշմարտություն է, իրանք իրար հետ են գնում, առանց դրա չի լինի, առանց հնարա, երեխաներին ազատեք ձեզանից, ձեր կարմայից, ձեր մեղքերից, ձեր չարած գործերից, ձեր չարած երազանքներից, ձեր չխոսացած գաղափարներից, ազատեք ու դուք իրանց հենց ասեք, հենց ձեր երեխային ասեք, որ դուք իրանց կյանքին, այսինքն չեք խառնվում, իրանք էլ ձեր կյանքին թող չխառնվեն ոչ թե ապահովություն կամ իրար, այսինքն այդ ուտել եւ այլ, այդ հարցերը չէ, այլ ներքին վիճակները, ներքին ձեր ապրումները, թույլ տվեք, թող իրանք իրանց հոգու զարգացմամբ զբաղվեն, ոնց որ իրանցից էլ վերցրեք այն ինչը, որ իրանք էլ իրանցով թող զբաղվեն, շատ ժամանակ չի քաշում, շատ ժամանակ չի տանում, ուղղակի սկզբից պետքա հասկանաք, որ գլխի մեջ բավականին մեծ թշնամիներ կա դրած, մեծ դևիկներ կան, որ իրանք չեն թողում այդ ամեն ինչը, բայց վերցրեք պատասխանատվությունը ձեզ,